Գորիսում մեկնարկեց քաղաքի 156-րդ տարեդարձին նվիրված տոնական օրը, որն այս տարի համատեղվել էր նաև ֆեստիվալ փառատոնի հետ։ Միջոցառումների ելակետը նորոգված ու բարեկարգված Չոփչունձոր թաղամասից էր ժապավենի կտրումով պաշտոնապես ազդարարվեց Գորիսյան օրերի եւ ֆեստիվալի սկիզբը։ Տեղազում ես քինե, վիրուսեն լև տեղ չկա, վիրուսեցիք հացավ, թասիբավ ժղորդ են, բայց ծրին է ծրին, արար աշխարհկյան են թմաշանում, բայց վիրուսի ծոր ջիրը, վիրուսեց ու զրից նախշունը, ոնաղատոն օջաղատ, հով չիտեսալ կերեսը, չիտեսալ աշխարը։ Թաղամասի փողոցներում տոնական տրամադրությունն ուղեկցվում էր Գորիսյան հյուրասիրությամբ, իսկ քաղաքի տոնին միացել էին Հայաստանի տարբեր մարզերից եւ արտերկրի ժամանած հյուրեր։ Սիրո քաղաքի ծննդյան օրը մեկտեղել էր Գորիսյան ավանդույթը, տեղական արտադրությունն ու ժամանակակից մշակույթը, քաղաքի տարբեր անկյուններում ստեղծելով տոնական ու ջերմթնոլորտ։ Իզույգ մոտիկացա մեզ, ասում է, ինչքան սիրուն է ձեր քաղաքը։ Ասեմ, հելա ժողովուրդն էլ ավելի սիրուն են, եւ քաղաքը, եւ քաղաքապետը, եւ ժողովուրդը։ Շնորհավորում եմ բոլորից Գորիսյան օրերի կապակցությամբ, ուրախ եմ, որ այսօր հենց Գորիսում եմ, ես Երևանում ուսանող եմ ու հենց այս օրվա համար եկել հացել եմ Գորիս, ուզում եմ բոլոր գորիսեցիները միշտ հետ գան իրենց քաղաք ու հասկանան, թե ինչ են թողել այստեղ, որովհետև այսօր Գորիսը մեծ նվաճումների է հասել։ Հաջորդ կանգառը քաղաքի կենտրոնն էր Կոմիտասի անվան փողոցը, որտեղ տաղավարներում ներկայացված էին Գորիսյան ավանդական ու ժամանակակից արտադրանքը, տեղական սննդամթերքն ու քաղաքի հայտնի բարիքները։ Տեղական արտադրողները հյուրերին ներկայացնում էին ոչ միայն իրենց աշխատանքն ու արտադրանքն, այլև դրա ստեղծման պատմություններն ու ավանդույթները։ Մեզ համար շատ մեծ հնարավորություն է, որպեսզի մեր ապրանքատեսականին մենք ներկայացնում ենք ու ճանաչում է մեզ բերում։ Ինչպես նաև սպառողական համակարգում դա մեծ նշանակություն ունենում մեր սպառողներիս համար։ Շատ կարևորում ենք հենց մարդկանց անմիջական շփման միջոցով գինիների մասին անկեղծ անմիջական կարծիք լսելու այդ հանգամանքը, ինչպես նաև ինչպես տեսնում եք հրաշալի տրամադրություն է տիրում այստեղ եւ հենց մեզ համար շատ կարևոր է նաև այս տրամադրությունը, մասնակցությունը մեր մարզում նման գեղեցիկ միջոցառումների իրականացմանը։ Արդեն 21 տարի է ներկայանում ենք Գորիսում, ներկայացնում ենք մեր խմորեղենի եւ հացաբուլկեղենի արտադրությունը։ Այս տոնը Գորիսին տալիս է հնարավորություններ, մեծ հնարավորություններ ծանոթանալու եւ ծանոթացնելու Գորիսի եւ տեսարժան վայրերը եւ Գորիսի արտադրությունը։ Տոնը Գորիսինն էր, օրը գորիսեցիներինը, իսկ համայնքի զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված ծրագրերը, հետագա զարգացման առաջնահերթությունները պատկան մարմիններինը։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի առաջնահերթությունը դա Գորիսի բնակչության առաջնահերթությունն է եւ մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով եւ համայնքը ներկայացնում է իր առաջնահերթությունները, կառավարությունը այդ մասով աջակցում է, որպեսզի հնարավորինս արագ զարգանա քաղաքը։ Մեր առաջնահերթությունը դա բարեկեցությունն է մարդկանց, ինչին ուղղված ամեն ինչ անում ենք եւ կանենք։ Շնորհավորում եմ բոլոր գորիսեցիներին օրվա կապակցությամբ։ Գորիսի տոնական օրը մշակութային ու երաժշտական կարևոր իրադարձությամբ շարունակվեց հանրային հեռուստաընկերությունը, որը Սյունիքում արդեն երկրորդ անգամ էր ֆեստիվալ կազմակերպում, մեկ հարթակում հավաքեց հազարավոր հանդիսատեսի։ Պիտի ասեմ, որ մեր տպավորությունները թե իմ թե գործընկերների հրաշալի են, Գորիսի համայնքապետարանի աշխատակիցների հետ հրաշալի գործընկերային հարաբերություններ ունենք ու միասին շատ սահուն ու հրաշալի ընթացք ենք անցել։ Ես վստահ եմ, որ շատ կարևոր են մարզային այս միջոցառումները, որովհետև այս օրերը առիթ են բոլոր զբոսաշրջիկների համար տեսնելու Հայաստանը նորից, հատկապես որ մենք առանձնացնում ենք մարզի ու քաղաքի տեսարժան վայրեր, իսկ իհարկե տեղացիների համար եւս մեկ անգամ ունենալու կարևոր, լավ ու լուսավոր ամառային մեկ օր։ Իսկ երբ արևը մայր մտավ, Գորիսի ծննդյան օրը վերածվեց իսկական երաժշտական փառատոնի Տաթևացու անվան հրապարակը լեփ-լեցուն էր։ Հազարավոր մարդիկ եկել էին վայելելու երեկոյի գլխավոր համերգը։ Ահա այսպես Գորիսում դիմավորեցին սիրված երգչուհի Տաթև Ասատրյանին երաժշտությունը, բարձր տրամադրությունն ու ջերմթնոլորտը միավորել էին տարբեր սերունդների։ Մինչև կեսգիշեր երաժշտության հնչյունները տարածվեցին Գորիսյան փողոցներով, հասան ժայռերին, օրը վերածելով համընդհանուր տոնի։ Արևիկ Աբելյան, Նորայր Դանելյան, Սյունիք լուրեր։